Բարի գալուս Սիվիլնետ։ Իմ զրուցակիցը Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Հաչապյանն է։ Աստված օգնական Սրբազան։ Աստված պահապան։ Սրբազան, իհարկե չեն կարող շրջանցել քաղաքական թեմաները եւ Գյումրու ընտրությունների արդյունքները։ Եվ այդ արդյունքներով ստեղծվել է մի հետաքրքիր իրավիճակ, որ քաղաքապետ կարող է դառնալ ըստ նախնական հայտարարությունների անձ, որը նախկինում քաղաքապետ էր, բայց այս անգամ առաջադրված էր ամենաաթեիստական կուսակցության կողմից, կոմունիստական կուսակցության կողմից, եւ ինքը նաեւ իրեն ներկայացնում է որպես շատ հավատացյալ մարդ։ Ինչպես եք ընդունում եւ ընկալում այս ընտրությունների արդյունքները։ Նորմալ եմ ընդունում, իշկա, ոչինչ ինձ համար տարօրինակ ոչինչ չկա այդ ամեն ինչի մեջ, բացի ձեր այդ մի ասած կոմունիստական կուսակցության եւ Վարդան Ղուկասյանի առնչակցությունից, որը ես արդեն ասել եմ, որ ծիծաղելի է, բայց դա այսօրվա օրենսդրության պահանջը, որ ինչ-որ մի կուսակցությամբ մարդը պետք է լինի։ Այլապես Վարդան Ղուկասյանը ոչ մի առնչություն չունի կոմունիստական կուսակցությանը։ Չի էլ կարող ունենալ։ Բայց ինչ-որ մի կուսակցությամբ պետք է լիներ։ Կոմունիստական կուսակցությունը, քանի որ ինքը մտերիմ էր, եթե հիշում եք, նախկին փոխքաղաքապետը կոմունիստական կուսակցության անդամ է, Գագիկ Մանուկյանը, քանի որ իր մտերիմ մարդը այդ կոմունիստական կուսակցությունից էր, այլևս աճուձախ չընկան ըստիս կուսակցություն փնտրելու բավականացան կոմունիստական կուսակցության։ Այսինքն որևէ գաղափարախոսական նորություն չի եղել։ Բացարձակապես։ Ժողովրդի կողմից նկատի ունեմ։ Երբեք ժողովուրդը, որ եթե մի կուսակցության քվե չի տալիս, ինքը տալիս է կուսակցության լիդերին, ոչ կուսակցության երբեք քվե չի տալիս։ Ինչու այսպես բաշխվեցին ձայները։ Այսինքն իշխող ուժը թեպետ հավաքեց բավական շատ ձայն, բոլորից շատ ձայն, բայց չհավաքեց այնքան, որպեսզի կարողանա միանձնյա կառավարում ունենալ եւ ընդդիմադիրներ ունեցան այնքան ձայն, որով հնարավորություն ունեն ընդդիմադիր տեխնացուի ընտրել քաղաքապետ։ Այս պետք է լիներ, ինչ պետք է լիներ։ Մարդիկ հիասթափված են, ինչն է մարդկանց, չգիտեմ, դուք ասեք, ինչն է մարդկանց ստիպել։ Երբեք, դուք մի մոռանում եք մի բան։ Գյումրիում երբեք ԿՊ-ն իշխանության չի եղել։ Չի եղել։ Բացի ԺՊ-ի ժամանակավոր պաշտոնակատարի դարաշրջանից երբեք չի եղել ԿՊ-ն իշխանության։ Ինչ եք զարմանում։ Երբեք այստեղից է սկսվել Թավշյա չի ստեղծել, չի ստեղծվել, ստեղծ քայլել է ինչ-որ մեկը։ Բայց Գյումրին խափարել չի եղել, տեղյակել չի եղել իր քայլելուց, ոչ էլ մասնակցել է, ոչ էլ քաջալերել է, ոչ էլ որևիցե մի բան։ Հա ուրախացել է, ինչպես բոլորը ուրախացել են, ես էլ սխալմամբ ուրախացել ենք այդ հեղաշրջումով, հեղաշրջումով, բա ինչ է հեղափոխություն էր, հա։ Դե ինչ ուզում եք հարազատավոր մարդիկ փողոցում էին հեղափոխություն չէ՞։ Բայց ինչպես է լինում հեղաշրջումը։ Չէ, հեղաշրջումը մի փոքր պալատական հեղաշրջում։ Ինչ անուն ուզում եք դրեք դեմից, դուք եք այդ ներքին խարդավանքների արդյունքում եւ այլ եւ այլ։ Այդ տերմինների բանը դուք եք, ինչպես ինչ անուն ուզում եք դրեք, դուք գրագետ, մենք կիսա։ Չէ, դժվար դուք կիսագրագետ լինեք եւ դժվար հենց այնպես տերմին ընտրեք խոսակցության ժամանակ։ Հեղափոխություն թե հեղաշրջում։ Հեղաշրջում։ Ինչ բնութագիր կտակ Վարդան Ղուկասյանին։ Ինչու պետք է ես բնութագիր տամ Վարդան Ղուկասյանին։ Անձը ներկայանում է որպես գերհավատացյալ մարդ, որը մեկ-մեկ քահանաներին է նկատողություններ անում, մարդ, որ անգամ ձեզ է ասում, որ դուք պետք է ապաշխարեք։ Մենք 26 տարի իրար հետ շփվում ենք, եւ արդեն գտել ենք մեր գործակցության ձևերը, կերպերը, եթե չփչացնեք դուք լրագրողները վերստին, կարծում եմ, որ ամեն ինչ նորմալ հնով կգնա։ Ես շատ նորմալ վերաբերվում եմ Վարդան Ղուկասյանին, Վարդան Ղուկասյանը շատ նորմալ ղեկավար վերաբերում է ինձ։ Այո, ինքը մի քիչ էքսցենտրիկ ազնվորություն է։ Էքսցենտրիկ ազնվորություն է։
Այո, ինքը գերհավատացյալ է։ Այո, ինքը ես այն խոսքից մեջ ասեցի, չէ՞, եթե լսել եք, ասել եմ, որ ինքը գտնում է, որ ինքը եպիսկոպոսներից, քահանաներից ավելի հավատացյալ է։ Եվ ասել եմ, այդտեղ ինքը սխալվում է։ Ինչպես սովորական ամեն մի մարդ տեղեր կան, որ ինքը ճիշտ է, տեղեր կան, որ սխալվում է։ Բայց որ գերհավատացյալ է, այո, ինքը գերհավատացյալ մարդ է։ Բայց իր գերհավատացյալ լինելը իրեն չի պահում, հետ չի պահում երբեմն սխալներ գործելուց, ինչպես որևիցե մեկին։ Գերհավատացյալ լինելը չի նշանակում լինել սուրբ։ Շատ լավ։ Տեսեք, ձեր հիմիկվա խոսքերը մոտավորապես 15 տարի առաջվա խոսքերի հետ ամբողջությամբ հակասում են։ Էդի արդեն Կարպիս Փաշոյանը խոսել է։ Ես չգիտեմ ինչ է խոսել Կարպիս Փաշոյանը եւ վստահ եմ հետաքրքիր զրույց եք ունեցել, բայց դուք իր հանդեպ ես կարող եմ մեջբերել ձեր խոսքերը, բայց դուք մեջբերի Կարպիս Փաշոյանը արդեն մեջբերել։ Դուք իր հանդեպ բավական սուր եք արտահայտվել, ասելով որ կեղծ հավատացյալ է, անհավատ քաղաքապետ ունենայի ավելի լավ էր, քան նրա նման մի հավատացյալ։ Այո, ասել։ Ինչու եք փոխել ձեր կարծիքը, որ նա գերհավատացյալ է։ Ով ասես որ փոխել եմ։ Հիմա եք ասում որ նա գերհավատացյալ է։ Այո, գերհավատացյալ է։ Գերհավատացիալությունը շատ ավելի մոտ է կեղծ հավատացյալին, քան թե բուն հավատացյալը։ Դե որևիցե մի բան չկա, որովհետև գերհավատացյալը կարող է ընկնել տարբեր ծայրահեղությունների մեջ եւ դառնալ կեղծ հավատացյալ։ Ցանկացած մեկը, որ ինքը իր գերհավատացյալությամբ սկսում է հբարդանալ, ընկնում է ինքնահամայվածության մեջ, դառնում է կեղծ հավատացյալ։ Վարդան Ղուկասյանը ծայրահեղական եւ ինքնահավան է։ Ես ինքնահավան բառ օգտագործեցի։ Ես ասի ինքնահամայված։ Ինքնահամայված ծայրահեղական է։ Չէ, բայց կարող է լինել, կարող է դառնալ, ցանկացած բայի կարող է ընկնել դրա մեջ։ Դրա համար մենք էլ նրա համար ենք, որ իրեն միշտ հետ պահենք, միշտ հետ պահենք, միշտ հետ պահենք։ Հիմա դուք ներողություն, դուք ուզում եք մի բան, ես եմ ժողովրդի քվեն տվել 9000 ձայն կամ քանի հազար ձայնի, ես եմ։ Գնացեք այդ ժողովրդից հարցրեք այն հարցերը, որ ինձ եք տալիս։ Ես եմ պատասխանատու հաշիվ տալ այդ 9000 եւ ավելի քվեների համար։ Դե ի՞նչ եմ։ Ես հիմա մենք ձեր կարծիքն ենք ուզում։ Ես հիմա հանդուրժում եմ, հա, եւ կամավորապես հանդուրժում եմ ժողովրդի քվեն։ Եվ Փաշոյանին էլ ասեցի, ասի այո, ասել եմ Տեր եմ իմ ասածներին։ Ես չեմ հրաժարվում իմ ասածներից, ոչ էլ ասում եմ սխալվել եմ։ Այն ժամանակ այո, այդ էր վիճակը եւ դա այդ ասել եմ։ Այսօր ասում եմ, որ 60-ամյա Վարդան Ղուկասյանը 40-ամյա Վարդան Ղուկասյանը չէ։ Ես էլ 60-ամյա Միքայել Սրբազանս 40-ամյա Միքայել Սրբազանը չեմ։ Այստեղ փնտրեք մեր համագործակցության կամ մեր հաշտության բանալին։ Հասկանում եք։ Ծերացել է, իմաստացել է։ Ուրեմն, այո, ինքն էլ է ծերացել, իմաստնացել, ես էլ եմ ծերացել, իմաստնացել։ Ժամանակին Ռոբերտ Քոչարյանը մեկին ասեց պետական դավաճան, հաջորդ նախագահը այդ պետական դավաճանի նշանակեց ազգային անվտանգության քարտուղար, չէ՞։ Սա ավելի հագասական չի։ Հիշեցնենք, որ խոսքը ավելի հագասական չի, քան թե այն, որ ես Վարդան Ղուկասյանին անվանել եմ կեղծ հավատացյալ, այսօր ասում եմ գերհավատացյալ։ Չէ, նա իր աշխարհիկ իշխանության բարձունքից է ասել։ Դուք ձեր հոգևոր իշխանության բարձունքից։ Հոգևոր իշխանության տերն եմ։ Այն ժամանակ մարդ իրեն պահել է իբրև կեղծ հավատացյալ, ասել եմ կեղծ հավատացյալ է, այսօր պահում է իրեն իբրև գերհավատացյալ, ասում եմ գերհավատացյալ է։ Ես եղել եմ ամենահիմնական քննադատը Վարդան Ղուկասյանի տարիներին։ Այո։ Եվ ես ասում եմ սխալվել եմ, չեմ սխալվել։ Ես այդ իմ քննադատությամբ եմ պահել նաև շատ ու շատ հանցանքներ ու զանցանքներ գործելու։ Ձեզ հաճախ ընկալում էին որպես հակակշիռ այդ առումով։ Լավ առումով հակակշիռ։ Այսօր հակակշիռ։ կլնեմ հակակշիռ, հեչ մի մտածեք։ Այսօր էլ կլնեմ հակակշիռ։ Դուք եթե կարծում եք, թե այսօր Վարդան Ղուկասյանը եթե սխալ բան անի, պիտի ծափահարեմ, մոլորության մեջ եք։ Սխալ բան արեց, էլի կասեմ նույնը։ Կասեմ, որ սխալ ես անում։ Անդիմացավ, ասես լավ եմ անում, ավելի խիստ բառեր կօգտագործեմ։ Գյումրիին հիմա սպասվում է Սրբազան բավական հետաքրքիր եւ ծանր վիճակ, որովհետեւ ըստ էության կոալիցիա չի լինելու, բայց լինելու է ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ քաղաքապետ։ Այսինքն լինելու է կարծես փոքրամասնության իշխանություն Գյումրիում։ Եվ այդ քաղաքապետը ունի նախ բավական
այսպես անցյալ հետաքրքիր անցյալ, որի վրա ուշադրություն է դարձնելու կենտրոնական իշխանությունը, գումարած այդ կենտրոնական իշխանությունը մշտապես իր շունչը պահելու է այդ քաղաքապետի ծոծրակին։ Ինչպիսի կառավարում է սպասում Գյումրին, ինչ է սպասում Գյումրին ըստ ձեզ։ Նույնն է, ինչ որ առաջ, այդ չի որ առաջ այդպես չէր։ Ձեր նախկին եւ ներկա օրենսդրությամբ այնպես է, որ քաղաքապետը միշտ էլ փոքրամասնության ներկայացուցիչ է։ Առաջին չէր ասում օրենսդրությունը, ով որ հավաքում է շատ ձայն, հա, նա դառնում է քաղաքապետ։ Այսինքն 100 ընտրողից 30 հոգին մասնակցում էր ընտրության, 30-ից 16-ի ձայնով ընտրվում էր քաղաքապետ։ Այսինքն այդ պահին ընտրածների մեծամասնությունը 16%-ի քաղաքապետն էր լինում։ Հիմա էլ նույն բանն, ինչ տարբերություն։ Հիմա էլ այս ձևով է փոքրամասնության քաղաքապետ, ինչ տարբերություն։ Ձեր օրենսդրությունը երբեք հնարավորություն չի տվել ձեր օրենսդրությունը, որ քաղաքապետը լինի մեծամասնության քաղաքապետ։ Դուք, այսինքն դուք ասելով դուք աշխարհիկ իշխանությունը միշտ էլ իր չափով է կարել օրենսդրությունը, որովհետեւ ինքը կարողանա ցանկացած ձևով լինել իշխանության։ Եվ դրա համար էլ համեմատական մեծամասնությունը, կիսատ-պրատ մեծամասնությունը, կոալիցիոն մեծամասնությունը ունի հնարավորություն քաղաքապետ կամ որևիցե մի պաշտոն զբաղեցնելու։ Հիմա վերջին անգամ էլ որ Վարդան Ղուկասյանը ընտրվել է քաղաքապետ, էլի մոտ էլի 20%-ի, 30%-ի ձայնով է եղել քաղաքապետ, հիմա էլ ինչ է նկատում հիմա ավականիում մեծամասնություն չի ունենա, կունենա քաղաքապետը խուսանավելու հնարավորություն։ Եթե առաջ ինքը ավելի միազնյա կարող էր իշխանությունը վարել եւ ինքն էր պատասխանատու հաջողության եւ ձախողության, հիմա այսօր կունենա հնարավորություն ձախողումները կգցի ավականու վրա, հաջողությունները կվերագրի իրեն։ Հա, հնարավորությունները միշտ կան։ Քանի որ խոսեցինք Վարդան Ղուկասյանի մասին, Չէ, հիմա անցնում ենք այլ թեմայի։ Ես ճիշտ ասած կուզեի յուրաքանչյուր տեխնացուի, որոնք հիմա որոշում են Գյումրիի քաղաքապետի լինել չլինելու հարցը կամ ով պետք է լինի, ով պետք է չլինի, յուրաքանչյուր տեխնացուի մասին ձեր հետ զրուցեի։ Կարեն Սիմոնյան, ճանաչում եք։ Այր Հայաստան ասել եմ, որ բոլորին եմ ճանաչում, բոլորին։ 9-ից 10-ին եմ ճանաչում։ 9-ից 10-ին է դաշկի։ Բոլորին, իհարկե Կարեն Սիմոնյանին ճանաչում եմ, շատ լավ երիտասարդ է, շատ խոստումնալից երիտասարդ է, եւ ապագա ունեցող երիտասարդ է, եթե կուսակցությունները եւ երևանյան լիդերները կուսակցությունների իրեն չափակողնորոշեն եւ չշեղեն ճանապարհից, շատ խոստումնալից։ Նկատի ունեք Ռոբերտ Քոչարյանին, Անդրանիկ Թևանյանին, որ կարող են ապակողնորոշել։ Հա թեկուս ինչ, այսինքն Անդրանիկ Թևանյանն ու Ռոբերտ Քոչարյանը սուրբ են։ Չէ, իրենց կուսակցական ընկերներն են դրա համար։ Ես չգիտեմ իրար կուսակցական ընկերներն են, թե չէ դուք եք ասում։ Անդրանիկ Թևանյանն այնուամենայնիվ այո, Ռոբերտ Քոչարյանը։ Սատարում է, բայց Կարեն Սիմոնյանն ինքը կուսակցական չի, որքան գիտեմ։ Ինքը որևիցե կարծեմ, կոնկրետ սխալվում եմ, չգիտեմ։ Հա, քաղաքական համագործակցություն կա նրանց մեջ։ Քաղաքական համագործակցություն կա, բայց ես վստահ չեմ, որ ինքը կուսակցականն է։ Այո, թեկուզ Անդրանիկ Թևանյանը չի կարող ապակողնորոշել։ Կամ Ռոբերտ Քոչարյանը չի կարող, ես էլ կարող եմ ապակողնորոշել։ Մարտուն Գրիգորյան։ Այո։ Եւ ինչ բնութագիր կտակ, ինչպես եք վերաբերվում։ Բավական ժամանակվա գործիչ է, հայտնի գործիչ է, ազգային ժողովի պատգամավոր է եղել, կա ինքն էլ արդեն գրեթե երիտասարդ է, մեր համեմատությամբ երիտասարդ է, բայց արդեն փորձառու, փորձված, այո, ոչ մի առարգություն Մարտուն Գրիգորյանի նկատմամբ չեմ ունեցել, մի քիչ, այո, որոշ բան ունեցա, այսպես ասած, որ մի քիչ իր լռությունը ինձ տրտմեցրեց, բայց ի վերջո մինչև հայտարարություն անելի նկատի ունեք։ Այո, ի վերջո իր հայտարարությունը գոհացուցիչ էր։ Ոչ թե գոհացուցիչ էր նրա համար, որ Վարդան գոհացուցիչ էր, պրակտիկ, բնականաբար պետք է միանաս նրան, ով շատ քվե է ստացել։ Ինչի մասն է խոսքը։ Դե տրամաբանությամբ իշխանությունն է շատ քվե ստացել։
Ոչ, իրեն գնդիմություն էին բոլորը, ոչ մեկը իշխանամետ կուսակցություն եւ իշխանամետ ներկայացուցիչ չէին։ Մի հարցնամ միջանկյալ եւ անցնենք մյուս տեխնացուներին։ Դուք ասացիք, դուք հնազանդվում եք այն իրավիճակին, որ ստեղծել են ընտրողները մեծ հաշվով գնացել ընտրել են։ Այո, ուզենք չուզենք։ Նույն ձև հնազանդվում եք, երբ վետոյի իրավունք չունենք, դնենք ասենք վետոյի իրավունք չէ։ Նույն ձև հնազանդ եք, երբ ընտրողները, օրինակ Նիկոլ Փաշինյանին են ընտրում վարչապետ։ Հայելի հնազանդ եմ, քաշում եմ, չէ։ Քաշում եմ, չէ։ Չէ, բողոքի ակցիաների մասնակցում։ Ելի կմասնակցեմ։ Քաղաքապետն էլ սխալ բան արեց, քաղաքապետին էլ կասեմ, այն ինչ որ պետք է ասեմ։ Ռուբեն Մխիթարյան։ Ինչ Ռուբեն Մխիթարյան։ Էդի ձեր ասպարիզից չի ավելի։ Դուք ավելի լավ պետք է։ Մի փոքր մոտ է մեզ։ Ռուբեն Մխիթարյանը մեր տղան է, մեր երիտասարդն է, էլի գրեթե նախկին երիտասարդ կամ երիտասարդ։ Վատ տղա չի, վատ բան ասել չեմ կարող, մի քիչ ուղղակի երբեմն լուրջ չի մոդենում որոշ հարցերի, թեթև է մոդենում, մի քիչ պետք է ավելի լրջանա, այլապես այո։ Այն որ այս մարդիկ նաև կապեր ունեն նախորդ իշխանությունների հետ, որոնց դուք մշտապես քննադատում եք, ձեզ չի դա անհանգստացնում։ Ինչ ուժերի հետ լինեն, ուրիշ ուժ չկա։ Խեղճերի ինչ անեն, ուրիշ ուժ չկա։ Հայաստանում ուր է 100-ից ավել քաղաքական ուժեր կան։ Դրանք ուժեր չեն, այ մարդ, դրանք ուժիկներ անգամ չեն։ Ինչ ուժ։ Ես որ քննադատում եմ երկրորդ եւ երրորդ նախագահներին, ինչ է իմ հիմնական քննադատությունը, ասում եմ, որ ընդդիմությունը կոլապսի են բերել։ Իրենք զբաղեցրել են ամբողջ ընդդիմադիր դաշտը, ուրիշի չեն թողնում, որովհետեւ ի հայտ գա։ Եթե ուրիշ ուժ չկա, ինչ անեն այս խեղճ մարդիկ, այս խեղճ տղաներն ինչ անեն։ Եվ Սարիկ Մինասյան։ Սարիկ Մինասյան, շատ ափսոս, որ ինքը քպեական դարձավ, շատ ափսոս, ինքը շատ լավ տղա է, շատ լավ կարծիք ունեի եւ շարունակում եմ ունենալ իր նկատմամբ։ Իր միակ թերությունը երևի այս պարագային քպեական դառնալն է։ Պետք չէր, որ ինքը դառնար քպեական, իրար ոչ չի չտվեց դա։ Տեսեք, ընդդիմությունը կամ ընդդիմադիր ուժերը այս Գյումրիի ընտրությունները, թեպետ դրանք թիմ ընտրություններ էին, տեղական նշանակության, բայց հանրապետական նշանակություն էին տալիս, թե Գյումրիից պետք է սկսվի, այսպես ասած, իշխանազրկումը Հայաստանում, ԿՊ-ի իշխանազրկումը։ Դուք նույնպես այդպես եք դիտարկել այս ընտրությունները։ Եվ արդյոք ուռճացված չի այդ ակնկալիքները։ Ես ասել եմ Երանի։ Այո, Երևանի որոշ ուժեր, երևանյան որոշ ուժեր այդ ցանկությունը արտահայտել են, ես էլ ասել եմ Երանի, բայց ես միշտ ասել եմ, ես վստահ չեմ, որ դուք կշարունակեք process-ը։ Հա, եւ հիմա արդեն ոչ թե վստահ չեմ, արդեն երևում է, որ չեն շարունակում process-ը։ Իրենք մեծ խոստումներ տվեցին, ոչ թե խոստումներ տվեցին ինձ, ճիշտ հասկացեք, ոչ թե ինձ խոստում, իրենց կոմնագիստներին խոստումներ տվեցին, որ եթե այստեղ հասկանում ես ԿՊ-ն պարտվի, մենք process ենք սկսելու Երևանով, բան, ուր է սկսեք։ Ուր է, սկսեք։ Բայց չեք սկսում, լավ վիճակի չեք սկսելու։ Հասկանում եք։ Որտեվ եւ բռնել եք, կոլապսի եք ենթարկել ամբողջ ընդդիմադիր դաշտը, ինքներդ էլ ոչ մի ուժ չունեք։ Եվ միայն ես իմ ելույթից ելույթ կելնեն, ինձ կքննադատեն, նա երեք ինչ-որ մեկ ելել է, ինչ-որ ծիծաղելի բաներ։ Այո, գյումրեցին ես ասել եմ, համարձակ քայլ արեց, ինքը ռիսկի ենթարկեց եկնիրեն։ Ինքը արեց այն, ինչ-որ պետք է աներ։ Բայց անեն չի, որ ինքը զրկեց ԿՊ-ին իշխանությունը, ինքը ԿՊ-ին վերստին հերթական անգամ չտվեց իշխանությունը։ Ամբողջական իշխանություն չտվեց։ Դուք մի առիթով ասել եք, որ այսինքն բազմիցս նաև կրկնել եք, որ ընտրություններով Հայաստանում իշխանափոխություն հնարավոր չի իրականացնել այս պահին։ Շարունակում եք մնալ Գյումրիի ընտրություններից հետո այդ կարծիքին։ Հա, դա ցույց տալիս, այ ուր է, process-ը չսկսվեց, թող սկսվեց process-ը։ Չսկսվեց։ Ես դա, երբ որ ասում եմ ընտրություններով հնարավոր չի, ոչ թե ես դա ասում եմ, որ թողեք ընտրություններով մի զբաղվեք, գնացեք մյուս ճանապարհներով, չէ, այդ չեմ ասում։ Ես ուղղակի հաստատում եմ այդ իրողությունը։ Այս իրավիճակում հնարավոր չէ։ Ընտրություններով, եթե ենթադրում եք, երազում եք, որ ընտրություններով բանը փոխվելու, չի փոխվելու։ Սրբազան, Բագրատ Սրբազանը երբ սկսեց պայքարը,
իշխանության դեմ, իշխանափոխության համար, այսինքն Տավուշան հայրենիքի շարժումը, որը վերածեց նաև ավելի մեծ շարժման։ Այդ ժամանակ իհարկե ձեր աջակցությունը կար, բայց դուք էլի սկեպտիկ էիք, եւ հետո այդ շարժումը չհանգեցրեց որևէ լուրջ հաջողության։ Ինչ եք կարծում, այդ շարժումը, ընդհանրապես այդ գործընթացը, որ տեղի ունեցավ իշխանության եւ եկեղեցու հարաբերությունները ել ավելի սրվեցին, սա ինչպես է ազդել եկեղեցու հանրային աջակցության վրա, եկեղեցու հեղինակության վրա։ Ինչ եք դուք զգում։ Հեղինակությունը եկեղեցու մեծացել է ավելի մեծացել է լայն շրջանակների մոտ։ Բացի ԿՊЯ-մերձ շրջանակներից, որոնք այսօր իրական փոքրամասնություն են, մնացած շրջանակներում եկեղեցու հեղինակությունը մեծացել է, որովհետև հասարակության գիտակից խավը տեսնում է, որ եկեղեցին զարմանալիորեն, որ ամենանվազ հայրենասերը պետք է լիներ, ամենահայրենասերն է։ Այսինքն եկեղեցին այն օղակն է, այն կառույցն է, որ ամենից շատ ցավ է զգում Արցախի հայաթափումով։ Այնինչ օբյեկտիվորեն ասած որ վերացական նայես, եկեղեցու ինչ հետաքրքիր է Արցախը հայաթափվի, չի հայաթափվի։ Բայց բարձրում է եկեղեցին ամենից շատ է ցավ։ Բայց ինչու պետք է հետաքրքիր չլինի։ Այդ որ եկեղեցուն է հետաքրքիր։ Նույն հոտն է, այսպես ասած։ Եկեղեցուն է առաքելական։ Այդ որ եկեղեցուն է հետաքրքիր եղել։ Ոչ։ Համաշխարհային մասշտաբի վրա այդ որ եկեղեցուն է հետաքրքիր։ Համաշխարհային մասշտաբի վրա եղել է շրջան, որ եկեղեցիներն են որոշել ընդհանրապես աշխարհաքաղաքական իրավիճակը, խաչակրակած արշավանքները եղել։ Ոչ ազգային գետնի վրա, ոչ ազգային գետնի վրա։ Ոչ ազգային գետնի վրա։ Եկեղեցին ինքը որպես կանոն, որպես գաղափար, որպես ինստիտուտ, ինքը ապազգային է։ Միակ ազգային եկեղեցին դա հայ եկեղեցին է։ Եվ հիմա նոր, այսինքն վրաց եկեղեցին է։ Ապազգային նկատի ունեք աստվածային է, ինքը ազգից վեր է։ Ազգից վեր, այսինքն ինքը ազգային կառույց չի, ինքը կարող են գրգել ցանկացած ազգի, ցանկացած ռասայի, ցանկացած գույնի մարդ։ Ինքը այդպես է, դրան է կոչված։ Չկա խտրություն ոչ հրեայի եւ ոչ հեթանոսի։ Դրան է կոչված։ Եկեղեցին կոչված է լինելու ոչ ազգային, վերազգային, լավ, ապազգային չասենք այդ բառը։ Մի քիչ վատ է հնչում, դրա համար ճշտեցի։ Վերազգային։ Բայց հայ եկեղեցին դարձել է ամենաազգային կառույցը։ Եվ ինքը ամենից շատ ցավ է զգում Արցախի կորստով եւ Արցախի հայաթափումով։ Եվ այդ որ շատերը կասկածում էին, չէ՞, մինչև էլի մի 50 տարի կասնի կամ 20 տարի կասնի, էլի կսկսեն նույն կասկածը, եկեղեցին, բան, պետության դեմ, ազգայինի դեմ, հրեական կառույց, հրեական աստծու կառույց եւ այլն, ասես հիմարություններ։ Բայց այսօր շատ པարզ է գիտակից մարդու համար, անգիտակից մարդու համար չէ։ Գիտակից մարդու համար շատ པարզ է, որ հայ եկեղեցին վերստին անգամ ապացուցեց, որ ինքը ամենազգային կառույցն է, կուսակցություններից ավելի ազգային է։ Այդ ազգայինը մի փոքր հայ եկեղեցու մոտ մեկ-մեկ ինչ է կարծում, ես չեմ պնդում, ծայրահեղության չի ասնում, երբ օրինակ լինում են քահանաներ, որ հայտարարում են, ով առաքելական չէ, հայ չէ, կամ ով քրիստոնյա չէ, հայ չէ։ Այդ մասին ես ասել եմ կոնտեքստում, նայած ինչ կոնտեքստում է, որոշակի կոնտեքստում բացարձակ ճշմարտություն է դա։ Ինչ կոնտեքստում է դա ճշմարտություն։ Ուրեմն սիրելիս, հայ առաքելական քրիստոնեությունը։ Դուք եթե այս թեման չբացեիք, չէի հարցնել։ Չէ, շատ է, հազար անգամ ասել եմ, ոնց որ առաջին անգամ լսում եք։ Ուրեմն հայ առաքելական քրիստոնեական ժառանգությունը հայ ինքնության 80%-ն է կազմում։ Հայի ինքնության 80%-ն է կազմում։ Եթե դու այդ 80%-ից հրաժարվում ես, 20%-ով ես հայ։ Չէ, հայ է, ուղղակի քրիստոնյա չէ, կամ առաքելական եկեղեցու հետևորդ չէ։ Ուրեմն 80%-ից հրաժարվում է։ Բայց մինչև քրիստոնեությունն էլ են, չէ, հայությունը եղել։ 20%-ն է։ Բայց ինչպես եք չափում դա։ Դա 20%-ն է։ Եթե ասում եմ մեր պատմությունը օրինակ 4000 տարվա պատմություն ունենք։ 4500։ Լավ, 4500։ Ուրեմն 2000 տարին քրիստոնյա ենք, դրանից 2500 տարի առաջ էլ քրիստոնյա չենք եղել։ Իհարկե, հայկը հեթանոս չէ։ Եվ հայկից հետո սերունդները դեռ երկար ժամանակ հեթանոս չէին։
Հետո մոլորվեցին հեթանոսական աստվածների մեջ հունական, պարսկական մոլորվեցին, հետո վերադարձան իրենց արմատներին։ Ինչ կա այստեղ տարօրինակ։ Այնպես որ եւ դուք իբրև հեթանոսական մշակույթ, հա, չունեք, հիմա ասեք քրիստոնեությունը ոչնչացրել է։ Ասեք, խնդիր չկա։ Չի ոչնչացրել, բայց ասեք ոչնչացրել է։ Բայց եթե նույնիսկ ոչնչացրել է, չունեք, փաստացի չունեք դուք հեթանոսական մշակույթ, հեթանոսական ինքնության դրսևորումներ, ինչ էլ որ ունեք, հայ եկեղեցու կողմից է պահպանված։ Կարող է կրոնական դրսևորում չունենա, կրոնական ինքնություն մարդը չունենա, բայց հայ լինի։ Դուք վստահ եք, որ հայ եք։ Ես իմ մասին չեմ խոսում, ես առհասարակ եմ ասում։ Այդ ինչ է նշանակում ինքնություն։ Ինքնություն նշանակում է ինքնության գիտակցություն։ Ես հայ չեմ։ Որոնք կան համշենահայեր, որոնք համշենահայերը հայ չեն։ Իհարկե հայ չեն։ Գենետիկ հայ լինելը դեռ հայ չի։ Դու պետք է լինես այդ մշակույթի կրողը։ Եթե այդպես է, ուրեմն եթե դու գենետիկ հայ լինելն ես կարևորում, գնաց բոլորին ուրեմն գնացեք էքսպերտիզայի ենթարկեք, տեսեք հայ են թե հայ չեն։ Եվ ովքեր որ հայ չեն, ասեք դու հայ չես։ Մենք ֆաշիզմին ենք մոտենում պետք է։ Ուրեմն մի մոտեցեք։ Ուրեմն մի մոտեցեք։ Համշենահայությունը հայ չէ։ Ինքը իրեն հայ չի համարում։ Մարդը պետք է ինքը իրեն հայ համարի, որ հայ լինի։ Դրանք տարբեր խմբեր են։ Ինչ կա։ Մի մասը Աբխազիայում են իրենց հայ են համարում, մի մասը ուրիշ տեղը հայ կարող է համարել կամ չհամարել։ Ինձ թվում է եկեղեցին պետք է այդ առումով ավելի բաց լինի, ինքը կլանող լինի, ոչ թե վանող։ Կներեք, որ ձեր ոլորտը մեծագույն մոլորության մեջ եք, մեծագույն մոլորության մեջ եք։ Ուրեմն երբ որ հայ եկեղեցին ասում է համշենահայերին հայ չեք, սա նշանակում է, որ եթե ուզում եք հայ լինել, պետք է վերադառնաք հայության գիրք։ Ուրեմն ինքը հրավիրում է, ոչ թե ասում է չհամարձակվես այլևս մոտենալ։ Նույնը որևիցե այլ դավանանքի ներկայացուցիչ հային, երբ որ ասում է դու ամբողջական լրիվ, ամբողջական հայ չես, ոչ թե փագում է ճանապարհ, այլ ասում է համեցիր, վերադարձիր։ Դուք երբ որ ուզում եք, դա ընդունում եք իբրև բացասել, բացառել, ոչ, եկեղեցին չի բացասում ու չի բացառում։ Ժամանակին, երբ որ հայերի մի շրջան ձեր կողմերից դարձավ վրացադավան, չէ, ջավախքի չէ, ձեր կողմերից տայքը նկատի ունեմ։ Ջավախցիները բարեբախտաբար հայ առաքելական են։ Ուրեմն երբ որ տայքում հայության որոշ շրջանակ դարձավ վրացադավան, հասկանում ես, հայ եկեղեցին իրենց չվռնդեց, իրենք ուծացան։ Իրենք գնացին, դարձան վրացադավան, սկսեցին վրացերեն գրել, վրացերեն խոսել, վրացերեն պատարակել, վրացերեն եւ ի վերջո վրացացան։ Հիմա այստեղ հայ եկեղեցին էր մեղավոր։ Ինչ։ Նույն համշենահայերը, այն համշենահայերը, որոնք գաղթեցին, որպեսզի չիսլամանան, մնացին հայ։ Հիմա դուք ուրեմն ասում եք, որ նրանք հավասար են, մնացող իսլամացած հայերը համահավասար են, համապատիվ են այն հայերի հետ, ովքեր մնացին քրիստոնյա, չի կարող լինել նման բան։ Չի կարող լինել նման բան։ Ուրեմն բանակից փախած հայը եւ բանակում զոհված հայը հավասար են, որովհետեւ երկուսն էլ հայ են։ Չի կարող լինել նման բան։ Ուրեմն գնալ Բաքու Քանի որ երկուսն հայ են, երկուսն կարող են Հայաստանի քաղաքացիներ, այն երկու հոգին, որ բան ցուցմունք էին տալիս մեր գերիների, գերված իշխանավորների դեմ, ինքան հավաս հայ են, որ կան նրանք։ Չի կարող լինել նման բան։ Չէ, հայ կարող է լինել, բայց հանցագործություն գործել, որի համար պատժվի, դա պարզ է։ Ինչ է նշանակում հանցագործություն։ Ուրեմն ես դավանափոխ, եթե լինում եմ, վատ հայ չեմ։ Բայց երբ որ դառնում եմ թուրք, այսինքն ոչ թե իբրև կրոն, այլ իբրև պատկանելություն, դավաճան եմ, ինչու՞։ Այսինքն եթե ես հանձնվում եմ ադրբեջանական բանակին, ասում եմ ես այլևս ադրբեջանցի եմ։ Ես չեմ ուզում հայ լինել։ Հա։ Դավաճան եմ։ Բայց ես որ ասում եմ ես քրիստոնյա չեմ ուզում լինել, ես ուզում եմ մուսլիմ լինել, ուզում եմ մահմեդական լինել, ես դեռ հայ եմ։ Բայց հանգամանքները տարբեր են։ Ուրեմն այդպես չի։ Կրոնական ինքնությունը սիրելիս, դարերի վեր կրոնական ինքնությունը շատ ավելի կարևոր է եղել, քան էթնիկ ինքնությունը։ Հիմա այսօր մենք չենք ասում, թե սա մեկը մյուսից, բայց կրոնական ինքնությունը կարևորագույն ինքնությունն է։ Կարևորագույն ինքնությունն է։ Նամանավանդ այս գեոպոլիտիկ շրջանում կարևորագույն
ատրիբուտ է, դու կրոնական ինքնությունը մի երկրորդացրեք, այդքան երկրորդական չի։ Եթե այդ երկրորդականը, ուրեմն ես կարող եմ լինել որևիցե այլ, ես մնում եմ հայ առաքելական քրիստոնյա, բայց ընդունում եմ դառնում եմ վրացի։ Ասում եմ ես ազգությամբ գրեք ինձ վրացի, գրեք ինձ չասելու համար թուրք, գրեք ինձ պարսիկ, գրեք ինձ ռուս, եւ դուք իրավունք չունեք ինձ ասելու ինքը դավաճանեց։ Ես չեմ դավաճանել ոչ մի բանի։ Ժամանակակից տեսությունները ասում են, որ եթե կա քաղաքական դավաճանություն, ուրեմն կա նաև կրոնական դավաճանություն։ Սրբազան, վերջին հարցը, բայց քաղաքական կոնտեքստով ավարտենք։ Դուք հավատում եք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության շրջանում հայ առաքելական եկեղեցու եւ քաղաքական իշխանության միջև հարաբերությունները կարգավորվեն։ Հավատալու բան չի, չեմ հավատում, բայց դա չի նշանակում, որ չեմ ցանկանում, ցանկանում եմ։ Քաղաքական իշխանության եւ հոգեվոր իշխանության հարաբերությունների կարգավորում։ Այո, իհարկե, դա անհրաժեշտություն է։ Դա անհրաժեշտություն է։ Ոչ թե այնպիսի բանա, որ ասենք լինի չլինի մեկը, չէ, դա անհրաժեշտություն է։ Հայ ժողովրդի համար, օգտագործության համար, այս պետության համար, այս ժողովրդի համար դա օգտակար բան է եւ շատ անհրաժեշտ բան է, բայց պետք է քաղաքական իշխանությունը այդ հասկացողությունը պետք է ունենա, չունի։ Ձեզ նման է, ինքը մտածում կրոնական պատկանելու, երկրորդը այսօր ազգ, բան, Հայաստան պետություն, Հայաստանի Հանրապետություն, բան։ Կրոնական բանը դա Եվրոպան էլ գնաց այդ ճանապարհով, իր գլխին բերեց, դուք էլ գնացեք, ձեր գլխին բերեք։ Ինչ է բերել Եվրոպան իր գլխին։ Եվրոպան պարբվել է քրիստոնեական ինքնությունից, ինչ է բերել։ Ուրիշ ինչ է ուզում որ բերի։ Ինչ է ուզում որ բերի։ Աշխարհի ամենաբարեկեցիկ քրիստոնեության ինչ բարեկեցիկ, այդեք դուք բարեկեցությունը համարում եք գլխավոր բան։ Ինչ կապ ունի բարեկեցությունը, հոգևոր պարապություն, հոգևոր դադարգություն, հոգևոր սնանկություն։ Եվրոպան այդ է 20-30 տարի առաջ, ինչ որ այսօր է։ 30 տարվա առաջվա Եվրոպան էր Եվրոպա, թե այսօրվա Եվրոպան է Եվրոպա։ Դուք ո՞րն եք համարում։ 100 տարի առաջվա Եվրոպան էր Եվրոպա, թե այսօրվա Եվրոպան է Եվրոպա։ Եվրոպան միշտ Եվրոպա է, ինքը փոխվում է, ինչպես եւ ցանկացած աշխարհամաս պետություն։ Ինչ է փոխվում։ Դեպի լավը թե դե կարելի է փոխվել դեպի լավը, կարելի է փոխվել դեպի վատը։ Լավ, իմ սուբյեկտիվ գնահատականն էլ դա է, որը օբյեկտիվ գնահատական է։ Ըստ ձեզ սուբյեկտիվ է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Խնդրեմ։ Civilnet-ի եթերում ես զրուցեցի Միքայել arczepiskopos Աչապայանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։